Ղազանչեցո, Ցախումյան, Մանուկյան ու Նժդեհի Շուշիի 5 վերակառուցված փողոցներին այսօր միացավ եւս մեկը։ 250 մետրանոց փողոցի վերանորոգման աշխատանքները 103 միլիոն դրամ են արժեցել։ Ծախսերը հոգացել է Մոնրեալի հայ համայնքը, որի ներկայացուցիչներն այս ուրախալի օրը Շուշիում են։ Ողջետ է Շուշին, Արցախը, ողորմները եւ մեր Մոնրեալեն, բայց մեր սիրտերը միշտ միասին են եւ միշտ մեկ միասին ենք ցեզի հետ։ Շուշիում նման հանդիսավոր արարողություններ հաճախակի են լինում, միայն վերջերս 2 հյուրանոց բացվեց։ Բերդաքաղաքը վերակենդանանում է ինչպես առանձին բարերարների, այնպես էլ համայն հայության հանգանակության շնորհիվ։ Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերը Շուշիում շարունակական կլինեն։ Մենք դուրս չենք գալու Շուշիից, մենք շարունակելու ենք մեր աշխատանք այս քաղաքում եւ հավատացած եղեք, որ Շուշին ամբողջ հայության համար այն եզակի տեղերից է, որ նույնիսկ պատմությունը չիմանալով բոլորը գիտեն, որ Շուշին սուրբ է։ Մենք կլինենք այդ սրբության կողքին եւ միշտ կլինենք ձեր կողքին։ Պերճ Պրոշյանի փողոցի բացման արարողությանը ներկա էր արմատներով շուշեցի Հակոբ Բաղդասարյանը։ Նա հայրենիք է եկել բարի առաքելությամբ։ Սոցիալապես անապահով 5 ընտանիքներ այսօր բնակարան ունեն, շնորհիվ նրա բարերարության։ Եկել ենք Երևանից, իմ ամուսնու հայրը Արցախյան պատերազմի մասնակից, ամուսինս պատանի հասակում եւս դրոշ մկա նրա հոգեկանում եւ այսօր արդեն որոշել ենք, որ մեր երեխաները պիտի Արցախյան ոգով դաստիարակվեն, բոլորիս երազանքներ ունենալ սեփական տանիք։ 2 բազմազավակ ընտանիք, հայրենական մեծ պատերազմի վետերան ու վերաբնակեցված ընտանիք այսօր բնակարանամուտ տոնեցին։ Արցախի կառավարության նվերներն էլ փոքրիկ հետախուզական աշխատանքից հետո ձեռքբերվեցին։ Յուրաքանչյուր ընտանիք ստացավ պակասող իրը, բազմազավակ ընտանիքների համար դա լվացքի մեքենա էր, Վարդանյանների ընտանիքի համար սառնարան, իսկ մեծ հայրենականի վետերանի համար հեռուստացույց։ Մեր բարերարները կարողանում են դեպպես մարդկանց օգնություն ցածրել, այնպիսի օգնություն, որ կյանքը մոռանալ է։ Շատ շնորհակալ ենք։ Ղարաբաղը մերն է կմնա, Շուշին մերն է կմնա։ Նաև նման ձեռնարկներով է Շուշեցին մնում Շուշիում, իսկ բարերարներն էլ նորանոր ծրագրերի մասնակցության պատրաստակամություն ունեն, այն գիտակցությամբ, որ միայն համատեղ ուժերով կվերականգնվի հայոց Բերդաքաղաքի երբեմնի փառքը։ Մարինա Մկրտչյան, Սամվել Սայյան, օր։